Ուրեմն լեզվաբանական գիրք բառարան, որտեղ բացատրվում է տարբեր զանազան տերմինների ու բառերի, որոնք ինչ-որ բան են բնութագրում կամ նկարագրում իմաստը, կոչվում է օբյեկտիվ իմաստաբանություն, սեմանտիկա օբյեկտիվը։ Ուրեմն աշխատանքները սկսված են դրա վրա։ Այսպես 33 վայրկյանում կարգին բացատրեցի ինչը որ պիտի ասեի, կարգին ասեցի, առանց ինչ-որ երկար ինչ-որ սարուձոր ընկնելու։ Այո, այդ գիրքը ես եմ գրում, ես զբաղվում եմ լեզվաբանությամբ։ Կարող եմ, թե չեմ կարող ես ինձ անվանել լեզվաբան, դա ստեղ կապ չունի, այն որ ես դրանով լեզվաբանությամբ զբաղվում եմ, դա փաստ է։ Okay, պարտադիր չի լինել լեզվաբան, որպեսզի զբաղվեն դրանով, ընդունված է, բայց ես զբաղվում եմ։ Լավ, դապուստիմ ենթադրենք լեզվաբան չեմ, բայց ես զբաղվում եմ դրանով։ Իսկ այնց ըստ ինձ, եթե մարդը դրանով զբաղվում է, ով է լեզվաբանը, լեզվաբանը նա է, ով որ զբաղվում է լեզվաբանությամբ, այն որ մասնագետ, դա սուտ է, պարտադիր չի լինել մասնագետ, որպեսզի լինել լեզվաբան, այքեզբան։ Լեզվաբանը դա զուտ մասնագետ չի, ինչ որ իմաստով այնտեղ տարբեր նշանակություն կա։ Ինչ որ կոնտեքստում այո լեզվաբանը մասնագետն է, դրա մասնագետը, բայց այնց կա պրոֆեսիոնալ սպորտսմեն ու կա սիրողական սպորտսմեն։ Ինձ սիրողական անվանելն էլ է սխալ, որովհետև ես այնց եմ զբաղվում, այնց եմ գրում, որ ասենք լիքը պրոֆեսիոնալ լեզվաբանների ուրեմն թեզերը ուղղակի ասենց փշրվում են։ Ես պրոֆեսիոնալ լեզվաբան չեմ, դա հաստատ, բայց ոչ էլ ինչ-որ սիրողական։ Սկսնակ, անվանենք սկսնակ։ Ինչ-որ ցածր մակարդակի, բայց ես դրա կրթությունը չունեմ, ուղղակի ոչ էլ ասենք ինչ-որ ուսումնասիրում եմ, ես աշխատանքներ եմ տանում։ Ես դրանից հասկանում եմ։ Հիմա ասենք մենք մարդիկս ինչ-որ բաներ կան, որ մենք դա սովորում ենք, չէ՞։ Լիքը բաներ մենք սովորում ենք, բայց ասենք պատկերացրեք գալիս է ինչ-որ ռասա, այլմոլորակային, որ ինքը դա երբեք չի սովորել, բայց ինքը դրանից հասկանում է։ Մենք դա սովորում ենք, ինքը չի սովորել, հասկանում է դրանից մեկը։